Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարճ ժամանակ անց արդեն դատելով նրա կադրային քաղաքականությունից, նրա որոշ գործողություններից ասում էինք, որ եկել է Արցախը հանձնելու, ցեղասպանությունը ուրանալու, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու և այլ ազգային շահերին վտանգող քայլերի համար։ Սա այն դեպքերից է, որ կուզենայինք սխալված լինել, ցավոք ընթացքը ցույց տվեց, որ չենք սխալվում։ Ուղիղ 7 տարի անց պաշտոնապես ֆիքսում ենք, որ մեր մտահոգությունները կատարված են, մեր անհանգստությունները դարձել են իրականություն, բայց նրանք այս ամենը կատարելուց հետո դեռ չեն ավարտել իրենց գործունեությունը։ ՔՊ-կան պատգամավորներն այսօր խորհրդարանում մունատ էին գալիս լրագրողների վրա, թե ուր ա որ հայոց ցեղասպանությունն ուրանում ենք, չկա մարդ, որ կարող է ուրանալ ցեղասպանությունը։ Թուրքիան ասում է, պետք է պատմաբանների հանձնաժողովը քննի, տեսնեն, ինչ ողբերգություն է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նիկոլն էլ իր հերթին ասում է, դեռ պետք է պարզենք, ինչ է տեղի ունեցել, թե Նիկոլը, թե Էրդողանը լրիվ նույն բանն են ասում։ Ուղղակի Նիկոլը պատմապան բառը չի օգտագործում դեռ,